Մի զավեշտալի պատմություն եմ ուզում պատմեմ ձեզ։ Ամիսներ առաջ ես տաքսիով տուն էի գնում եւ ճանապարհին ինչ որ հիվանդներիցս մեկն էր ինձ զանգել ու բժիշկ վատ եմ, ասում ինչ ա եղել, բա մի խոսքին վաղուսվա պացիենտն է, ես իր հիվանդության պատմությունն անգի գիտեմ, հարցը դա չի ու ասում ա բանը, ես այդ պացիենտին մասն եմ էլի պատմում, ասում եմ, երբ որ ես ծխում եմ սիգարետ, իմ էրեկցիայի որակը վատանում, ասում է, ես չոտքի ջոգել եմ բժիշկ ջան, հենց չեմ ծխում, ասում է, իմ վիճակը լավանում, ասում դե մի ծխի, ասում եմ, բայց ինչի համար ես դա զանգել հիմա, ասում, չէ որ մենք մի քանի անգամ հանդիպել ենք եւ այդ հարցը քննարկել ենք առ երես, դեմ առ դեմ քննարկել ենք եւ եկել ենք եզրակացության, որ ըստ քեզ, եթե սիգարետը քեզ խանգարում է, ապա սիրելիս մի ծխիր, ինչու ես ծխում, ինչու ես, մի խոսքով 45 րոպե այդպես խոսալով գալիս եմ, պրոբկա էր, բժիշկ վատ եմ, ինձ պսիխոթերապևտ է պետք, ես կգժվեմ եւ այլն եւ այլն, մի խոսքով ես փորձում նրան օգնել, օժանդակել եւ այլն, բան, տաքսիստը շատ ուշադիր լսում էր ինձ եւ վերջում երբ որ մենք հասել ենք տեղ, ասես կարամ մի քանի հարցել ես տա, մեռա ես, ասի դավայցե, մի խոսքով, ասում եմ, բա ես էլ օրինակ սիգարետից կախվածությունն եմ, ասում եմ, հենց ծխում եմ, ասում եմ, ստեղից մկանները սենց բռնվում ա, վիզս քաշվում է, բան, ասում եմ, դե մի ծխի, հա, ասում է, երևի, ասում է, թողեմ ծխելը, վաղվանից կթողեմ, ասի նայի ուշադիր, քանի դեռ դու ծխելը թողում ես վաղվան, ծխելը թողնելը թողնում ես վաղվան, դու չես թողի։ Եթե ուզում եք հրաժարվել վատ սովորությունից, դուք պետք է դա անեք հենց այս պահին, հենց այս վայրկյանին ու հենց այս իրավիճակում, չպետք է թողնել վաղվան, չպետք է թողնել մյուս օրվան, չպետք է թողնել, եթե դուք գտնում եք, որ սիգարետը ձեզ վնասում է, դուք պետք է այն թողեք, պարտադիր չի, որ ինչ-որ մեկը ձեզ վնասի, ձեզ այդ մասին պատմի, այո, սիգարետը վնաս է, այո, ալկոհոլի մեջ չափաբաժինները վնաս են, թմրանյութերը վնաս են, ավելքաշը վնաս է, հասկացեք 21-րդ դարում դա այնքան պարզ բան է, որ պարտադիր չի, որ դա ձեզ մասնագետը պատմի դրա մասին, պարտադիր չի, որ ձեզ ապացույցներ պրինտ արած բերեն տան, որ դուք վիճակագրական տվյալներ պետք է ուսումնասիրեք դե, այո, ծխող մարդկանց մոտ բարձր է սրտամկանի ինֆարկտի ռիսկը, այո, ծխող մարդկանց մոտ բարձր է թոքի քաղցկեղի եւ այլ խնդիրների հետո դուք չգիտեք, բա դրա մասին խոսվում է անընդհատ, սիգարետների տուփերի վրա է դրա մասին գրվում, էլ ինչ անեն, որ դուք իմանաք, իսկ ինչ վերաբերում է տարբերությունները սովորական սիգարետի եւ էլեկտրոնային, իմ համեստ կարծիքով դա ուղղակի բիզնեսի հարց է, ուրիշ ոչ մի բան։